Աստված կարող է մի քար ստեղծել, որը ինքն էլ չկարողանա բարձրացնել։ Շատերը հարցնում են. եթե Աստված ամենակարող է, ապա արդյոք նա կարող է մի այնպիսի քար ստեղծել, որը նույնիսկ ինքը չկարողանա բարձրացնել։ Առաջին հայացքից սա լուրջ եւ խորը հարց է թվում, բայց իրականում սա անտրամաբանական հակասություն է, այլ ոչ թե իրական խնդիր։ Այս տեսանյութում կփորձենք պարզ եւ հիմնավորված ցույց տալ, թե ինչու է այս հարցը սխալ ձևակերպված եւ ինչ է իրականում նշանակում Աստծո ամենակարողությունը։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Ըստ քրիստոնեական ուսմունքի, Աստծո ամենակարողությունը նշանակում է, որ Աստված կարող է անել ամեն ինչ, ինչը հնարավոր է ըստ նրա բնության եւ ըստ տրամաբանության։ Թե Աստծո բնությունը եւ թե տրամաբանության օրենքները հավիտենական են եւ անփոփոխ։ Այսինքն, դա չի նշանակում անել անհնարինը կամ անտրամաբանականը։ Օրինակ, Աստված չի կարող սխալվել, ստել կամ ինքն իրեն հակասել, որովհետեւ այդ բաները ոչ թե զորություն, այլ թուլության նշան են, իսկ Աստված զորավոր է։ Այս հարցը, թե կարող է Աստված քար ստեղծել, որ ինքն էլ չկարողանա բարձրացնել, ինքնին պարունակում է հակասություն։ Եթե Աստված ստեղծի այդպիսի քար, որ չի կարող բարձրացնել, ուրեմն արդեն անզոր է։ Եթե չի կարող ստեղծել, դարձյալ անզոր է։ Այսինքն, այս հարցը պարադոքս է, փակուղի, որովհետև փորձ է արվում տրամաբանական անհնարինությունը մատուցել որպես գործողություն։ Հայտնի քրիստոնյա փիլիսոփա Թոմաս Ակվինացին ասում է. Աստծո ամենակարողությունը չի վերաբերվում հակասություններին, որովհետև հակասությունը ոչինչ է, այլ ոչ թե ինչ-որ բան։ Ժամանակակից քրիստոնյա փիլիսոփա եւ ապոլոգետ Ուիլյամ Լեյն Քրեգը մեկնաբանում է. Աստծո ամենակարողությունը չի նշանակում կատարել տրամաբանական անհնարինությունը։ Անտրամաբանական բաները ընդհանրապես գործողություններ չեն, այլ միայն բառերի խաղ։ Աստված ամենակարող է, բայց չի կարող մահանալ, չի կարող սխալվել, իսկ եթե կարողանար, ապա այդ ամենը կլիներ թուլություն, ոչ թե զորություն։ Օգոստինոս Երանելի։ Աստծո զորությունը գործում է կարգի եւ իմաստության մեջ, այլ ոչ թե անխոհեմ քաոսի։ Բարսեղ Կեսարացի։ Իսկ ինչ է իրականում նշանակում ամենակարողություն։ Աստծո ամենակարողությունը նշանակում է Աստված կարող է իրականացնել իր կամքը, նա ունի զորություն ստեղծելու եւ կառավարելու ամբողջ արարչագործությունը։ Աստծո զորությունը միշտ համահունչ է իր բնությանը եւ ճշմարտությանը։ Աստվածաշնչում գեթ մեկ տեղ չկա անգամ, որտեղ ներկայացված է, թե Աստված կարող է ինքն իրեն հակասել եւ դեմ գնալ իր բնությանը եւ տրամաբանությանը։ Ամփոփելով, երբ հարցնում են, Աստված կարող է ստեղծել այնպիսի քար, որ ինքն էլ չկարողանա բարձրացնել, մենք պետք է հասկանանք, որ սա իրական հարց չէ, այլ անտրամաբանական հակասություն։ Քրիստոնեական ուսմունքը երբեք չի ասել, որ Աստծո ամենակարողությունը ներառում է անհեթեթություն կամ հակասություն։ Աստծո զորությունը անսահման է, բայց այն միշտ արտահայտվում է ճշմարտության, իմաստության եւ կարգի մեջ։ Այսպիսով, Աստված կարող է անել ամեն ինչ, ինչը համապատասխանում է նրա բնությանը եւ տրամաբանությանը, բայց նա չի կարող անել այն, ինչ գոյություն չունի անգամ որպես գաղափար, իսկ անտրամաբանական հակասությունները գոյություն չունեն։ Աստծո ամենակարողությունը մեզ համար ոչ թե առիթ է անտրամաբանական հարցեր տալու, այլ վստահելու, որ նա զորավոր է մեր կյանքի բոլոր իրական հարցերում։